տեսեք դանդակները պատրաստված են երկաթից, արդեն իսկ գույնից կարելի է հասկանալ, որ այս դանակը երկաթից է պատրաստված, իսկ մնացած առարկաները բրոնզից են պատրաստված, քանի որ գունային այո, բոլորը վերականգնման կարիք ունեն։ Բրոնզյա իրեր, խեցանոթներ, զրահաբաճկոնի ճարմանդ, նմանատիպ մոտ 2000 գտածոներ վերականգնման ու ամրակայման կարիք ունեն։ Կապանի երկրագիտական թանգարանում յուրահատուկ ու չկրկնվող նմուշները ուսումնասիրել, վերականգնել ու ամրակայել տեղում այլևս իրականություն է։ Նոր հիմնված կենտրոնում մանրադիտակի ու նշտարի միջոցով հին առարկաները նոր կյանք են ստանում։ Հնագիտական առարկա է, որը պեղվել է Եղվարդ գյուղից, պետք է վերականգնել, ունի բավականին կորոզիայի շերտ, որը հանվում է մանրադիտակով, մանրադիտակի շնորհիվ նշտարի միջոցով, որ չվնասենք այն շերտը, որը պետք է պահպանվի, այսինքն մենակ հեռացնում ենք կորոզիայի շերտը։ 2016-ին երկրագիտական թանգարան բերվեց Եղվարդից պեղված ձի ու բրոնզե ճակատակալը, որի սեպագիր արձանագրության բովանդակությունը միայն 2023-ին բացահայտվեց։ Արգիշտի արքայի անունը հիշատակող սեպագրով ձի ու ճակատակալը եղավ թանգարանային նմուշների վերականգնման լաբորատորիա ունենալու մտահղացման առիթը։ 1969 թվականից գործող թանգարանը երբևէ չի ունեցել վերականգնման ամրակայման կենտրոն։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական աջակցության շնորհիվ է նախաձեռնությունը կյանքի կոչվել։ Սենյակը վերանորոգվել, կահավորվել ու ապահովվել է անհրաժեշտ սարքավորումներով։ Կապանի երկրագիտական թանգարանը բացառիկ գտածոներով հարուստ թանգարան է, որը շատ կարևոր է ոչ միայն Սյունիքի մարզի, այլ նաև ամբողջ Հայաստանի եւ ինչու՞ չէ նաև տարածաշրջանի համար։ 2024 թվականին առաջարկով դիմել եմ Սյունիքի մարզպետ պարոն Ռոբերտ Ղուկասյանին եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական աջակցությամբ վերականգնվեց ու բացվեց թանգարանը։ Վերջերս արդեն իսկ սկսվել է Կապանի տարածաշրջանի Բաղաբերդ ամրոցում եւ Կապան ամրոցում պեղումներ եւ այսուհետեւ ես վստահ եմ, որ այդ նյութերը չեն տեղափոխվի Երևան վերականգնման եւ ամրակայման համար, հենց տեղում կմշակվեն եւ կամրակայվեն։ Ծնունդով կապանցի Արինան, որ 20 տարի է զբաղվում է թանգարանային առարկաների վերականգնմամբ եւ ամրակայմամբ, մի քանի օր է տեղում վերապատրաստման դասընթացներ է անցկացնում։ Հին պատմություն ունեցող թանգարանները, որտեղ եզակի գտածոներ կան, առավել քան երբևէ լաբորատորիաների կարիք ունեն, ասում է մասնագետը։ Կապանի երկրագիտական թանգարանում այն արդեն առկա է, իսկ արդյունքը ցույց կտա ժամանակը։ Սկզբնականը շատ կարևոր է, որ արվի մանրադիտակով նշտարի միջոցով, որտեղ սենց ավելի խոշորացնելով դու կարողանում ես ավելի անվտանգ աշխատել։ Նոր հետո արդեն բոր մեքենայի միջոցով փոշին վերջնական այդ տեսքը, որ բերում ենք, բոր մեքենայի միջոցով ենք բերում եւ նոր վերջում արդեն կոնսերվացնում ենք, որպեսզի խոնավությունը կամ ամառը արդեն ավելի չոր է լինում, որպեսզի առարկան ինքը չվնասվի դրանից։ Ինչպես շատ աշխատանքներում, այստեղ եւս պետք է հնարավորինս զգույշ ու նուրբ վարվել գտածոները չվնասելու համար։ Լավ ձեռք ու սուր աչք եւ հնին նոր շունչ հաղորդելը իրականություն է դառնում։ Մասնագիտական վերապատրաստման ընթացքում 3 գտածո արդեն վերականգնել են։ Դրանք տարիներով կպահպանվեն, եթե ստեղծվեն համապատասխան պայմաններ։ Չէ՞ որ թանգարանը ոչ միայն ցուցադրություն է, այլև պահպանություն։